Ուղիղ եթերում բողոքի ակցիա լուսաբանող լրագրողին հարվածած ոստիկանը 3 ազատվեց աշխատանքից։ Այսօր էլ օրվա ավարտին հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել բռնություն գործադրելով ծառայողական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Ոստիկանն առայժմ մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունի։ Ինչ ես ուզում, դու ինչ ես ուզում։ Կդիմես լրատվական բաժը կպատասխանի քո հարցերի։ Դե ուրեմն խոչընդոտի։ Այս նույն ոստիկանը 2 տարի առաջ Երևանյան գինու օրերի ավարտին իրեն չընթարկվող ու հայհոյող երիտասարդին մեկ հարվածով գետնին էր տապալել։ Հենց նա էր նաև Ֆիզգարադոկ կոչվող թաղամասում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին կրկին հարվածել տեսախցիկների առաջ։ Երեկվա միջադեպից հետո համացանցում քննարկումներ սկսվեցին, իսկ ինչու է նախորդ 2 դեպքերից հետո Ալեքսանդր Ազարյանը շարունակել աշխատել ոստիկանությունում։ Երեկվա ուղիղ եթերի կադրերում երևում է, թե ինչպես է լրագրող Մերի Մանուկյանը միկրոֆոնը դեպի ոստիկանը մեկնած մոտենում, որ հարցեր տա։ Ալեքսանդր Ազարյանը թեքվում եւ սկսում է բղավել նրա վրա, իսկ երբ գործընկերները փորձում են նրան տարածքից հեռացնել, լրագրողն էլ մյուս ոստիկաններին է դիմում հարցնելով. «Տեսաք, ինչպիսի վարք դրսևորեց ձեր գործընկերը», Ազարյանը վերադառնում եւ ուժգին հրում է լրագրողին։ Ես վստահաբար կարող եմ պնդել, որ ոստիկանի գործունեությունը չեմ խոչընդոտել, երբ արդեն բուն գործողությունը բերման ենթարկելու վերջանում է, ես նոր մոտենում սկսում եմ իրեն հարց տալ։ Կոնկրետ իմ մասնագիտական գործունեությունը խոչընդոտվել է, նախ ինքը ինձ հարվածեց, ես կորցրի նախ իմ ինքնատիրապետումը, ինչպես նաև ինքնազգացողությունս մի պահ վատթարացավ, ես սկսեցի դժվար շնչել, շունչս մի պահ կտրվեց, երբ սկսեցի արդեն փոքր-ինչ կազդուրվել, նոր ես վերադառնում հետ եմ գնում ու հարցնում եմ արդեն վերադասին, արդեն փոխոստիկանապետին Կարենին Հակոբյան, որը այնտեղ էր, կանգնած էր իր աչքի առաջ, ամեն ինչ տեղի ունեցավ ու ցավալին այն է, որ ոստիկանության բարձրաստիճան սպան այնտեղ կանգնած տեսնելով ինչ է տեղի ունեցել, ինքը ցույց տվեց իբրև թե ոչինչ չի տեսել եւ որ ծառայողական քննությունը ամենը կպարզի։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասում է, վերջին 20 տարվա համեմատ ոստիկանության գործելավոճում թեև դրական փոփոխություններ կան, բայց մենք ապրում ենք 21-րդ դարում, եւ մեր երկրում ենթադրաբար տեղի ունեցել հեղափոխություն, հասարակությանը տրվել են խոստումներ եւ ահռելի գումար ու ռեսուրս ծախսվել բարեփոխման, հատկապես ոստիկանության բարեփոխման ուղղությամբ եւ այդ համատեքստում ես կարծում եմ, որ մենք չունենք բավարար արդյունք, որովհետեւ այդքան ռեսուրս ծախսելու արդյունքում մենք պիտի եւ ենթադրյալ քաղաքական կամք ունենալու արդյունքում մենք պիտի ունենայինք սկզբունքորեն այլ ոստիկանություն, այսպիսի մարդիկ ուղղակի պիտի չլինեին համակարգի մեջ։ Իրավապաշտպանը հիշեցնում է նաև ոստիկանական բաժանմունքներում չդադարող բռնության դեպքերը։ Դրանցից ամենավերջինն ամիսներ առաջ էր տղամարդն Ազատությանը պատմել էր, ոստիկաններն իրեն բերման են ենթարկել, ուժ կիրառելով բռունցքներով սեղմած պահելով պարանոցն ու դեմքը, իսկ հետո ոստիկանության բաժանմունքում լայն սկոչով փակել բերանը, մոտ 15 հոգով ոտքերով հարվածել մարմնի տարբեր հատվածներին ու դեմքին, հետո թքել վրան։ Այս դեպքով որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։ Անկամ այն իրավիճակներում, երբ մենք ունենք տեսանյութ, օրենքի տարին համապատասխան ռեալ արդյունքների շատ մեծ դժվարությամբ ենք հասնում կամ չենք հասնում երկար տարիներ։ Անցած տարվա բողոքի ակցիաներից հետո ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառած ոստիկաններից որևէ մեկը եւս դեռ քրեական պատասխանատվության չի ենթարկվել։ Փոխարենը դատարանի առաջ են կանգնել մի շարք ցուցարարներ։ Հելսինկյան ասոցիացիայի դիտարկումները ցույց են տալիս վերջին 7 տարիներին խոշտանգման հոդվածով անցնող ոստիկաններն ավելի հաճախ պաշտոնի առաջխաղացումներ են ունեցել, քան պատասխանատվության ենթարկվել, ասում է կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը։ Գուցե միայն 1-2 դեպքով կարող ենք ասել, որ գործընթացի քննության ընթացքում առաջխաղացում չեն ունեցել։ Մնացած բոլոր իրավիճակներում ունեցել ենք ու համարյա թե բոլոր գործերով մենք ունենք շատ կրկնակի անգամ ավել բարձր պաշտոնների զբաղեցում։ Սա շատ վատ տենդենս է, որովհետև հասարակությանը եւ նորաստեղծ ոստիկանական կառույցներին ուղղակի հուշում են, որ այսպիսի վարքագիծը գործող իշխանության համար ընդունելի է։ Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք, թե վերջին 2 տարում քանի ոստիկանի նկատմամբ է քրեական գործ հարուցվել, ինչ ընթացքում են այդ գործերն ու դրանցից քանիսն է դատարան ուղարկվել։ Ասացին, այդպիսի վիճակագրություն չեն վարում։ Իսկ ներքին գործերի նախարարության տվյալներով անցած տարի հակաիրավական տարբեր արարքներ թույլ տված 53 ծառայող է ազատվել աշխատանքից։ Այս տարվա առաջին 3 ամիսներին արդեն 9 ոստիկան է գործից ազատվել, բայց պաշտոնական այս վիճակագրությունում առանձնացված չեն, թե որ դեպքում է ոստիկանը խոչընդոտել լրագրողի աշխատանքը կամ բռնություն կիրառել ցուցարարի նկատմամբ։